Արծաթե նժույգը, ոսկե նժույգը և ալմաստե նժույգը։ Լատիշական հեքիաթ։ Լինում է չի լինում մի ծերուկ։ Նա ունենում է 3 տղա, 2-ը խելոք, իսկ 3-ին բոլորը հիմար են անվանում։ Մի անգամ հայրը հիվանդանում է, նա արդեն շատ ծեր է լինում։ Զգալով, որ մահը մոտենում է, կանչում է և հարցնում եղբայրներին. Զավակներս, երբ ես մեռնեմ ու ինձ թաղեք, առաջին 3 գիշերը հերթով կգաք իմ գերեզմանը հսկելու, ուզում եմ վերջին անգամ էլ ձեզ լավություն անել։ Տղաները խոստանում են կատարել հոր վերջին կամքը։ 2 օր էլ է հիվանդ պառկում հայրը ու մահանում է։ Հոր թաղումից հետո հենց առաջին գիշերը հիմարը հարցնում է իր եղբայրներին. Ով կգնա առաջին գիշերը հսկելու գերեզմանը։ Քանի որ դու ես հիմարը, դու էլ գնա հսկելու, իսկ ես գնում եմ քնելու, պատասխանում է ավագ որդին ու պառկում է քնելու։ Հիմարը տեսնում է, որ եղբայրները միտք չունեն գնալու հոր գերեզմանը հսկելու, և ինքն է գնում։ Գնում, նստում է հոր գերեզմանի մոտ ու սպասում։ Սպասում ու հանկարծ կեսգիշերին մոտ հայրը դուրս է գալիս գերեզմանից ու հարցնում. Ինչու ես դու, կրտսերը, առաջինը իմ գերեզմանը հսկում։ Չէ որ առաջին գիշերը ավագ որդիս պիտի գար, երկրորդ գիշերը միջնեկ որդիս, և միայն 3-րդ գիշերը նոր դու պիտի գայիր։ Ես ասացի ավագ եղբորս, պատասխանում է հիմարը, որ նա գա քո գերեզմանը հսկելու, բայց չուզեց, դե ես էլ ինքս եկա։ Դա շատ լավ է տղաս, որ դու ինձ չես մոռացել։ Վերցրու այս արծաթե սուլիչը, հենց որ նրանով սուլես, իսկույն քեզ մոտ կգա մի արծաթե նժույգ և արծաթե զգեստներ կբերի։ Իսկ երբ զգեստներն ու նժույգը քեզ պետք չեն լինի, փչիր սուլիչի մյուս կողմից և նրանք կանհետանան։ Իսկ հիմա տղաս, գնա տուն, էլ մի արի գերեզմանս հսկելու։ Հիմարը գալիս է տուն ու պառկում քնելու։ Իսկ առավոտյան եղբայրներին ոչ մի խոսք չի ասում հոր նվերի մասին։ Տուն գնալու ճանապարհին հիմարը փչում է արծաթե սուլիչը։ Եվ իսկապես, իսկույն հայտնվում է արծաթե նժույգը, արծաթե զգեստներով։ Իսկ երբ տղան փչում է սուլիչի մյուս կողմից, նժույգն անհետանում է։ Հաջորդ օրը երեկոյան հիմարը հարցնում է միջնեկ եղբորը. Դու կգնաս հսկելու մեր հոր գերեզմանը։ Ինչու պիտի գնամ է, փնթփնթում է միջնեկ եղբայրը։ Դրսում անձրև է, ասես հեղեղ լինի, ավելի լավ է ես գնամ քնեմ, ասում է ու մտնում անկողին։ Ինչ արած, հիմարը ստիպված է լինում այդ գիշերն էլ գնալ գերեզմանը հսկելու։ Սպասում է նա սպասում, և ահա կեսգիշերին մոտ հայրը դուրս է գալիս գերեզմանից ու նորից է զարմանում։ Հարցնում է. Դու ինչու ես արդեն 2-րդ անգամ գալիս։ Ուր են քո եղբայրները։ Ես ասացի միջնեկ եղբորս, պատասխանում է հիմարը։ Ասացի, որ այս գիշեր գա գերեզմանը հսկելու, բայց նա ասաց, որ դրսում անձրև է և ավելի լավ է ինքը քնի։ Դե լավ, ոչինչ տղաս։ Քանի որ դու ինձ չես մոռացել, վերցրու այս ոսկե սուլիչը։ Հենց որ սուլես, կհայտնվի մի ոսկե նժույգ և ոսկե զգեստներ կբերի քեզ։ Երբ նժույգն ու ոսկե զգեստը քեզ պետք չլինի, կփչես սուլիչի մյուս կողմից և նրանք կանհետանան։ Իսկ հիմա տղաս, գնա տուն, բավական է ինչքան հսկեցիր գերեզմանս, ասում է հայրն ու անհետանում։ Տուն գնալու ճանապարհին հիմարը փչում է սուլիչն ու իսկապես, իսկույն հայտնվում է ոսկե նժույգը, ոսկե զգեստներով։
Նա փչում է սուլիչի մյուս կողմից և նժույգը անհետանում։ Երրորդ օրը հիմարը ասում է եղբայրներին. «Այսօր էլ թող ձեզնից մեկն ու մեկը հսկի գերեզմանը, շատ եմ հոգնել, 2 գիշեր է չեմ քնում»։ Բայց եղբայրները բոլորովին էլ չէին ուզում հոր գերեզմանը հսկել։ «Այսօր հենց քո հերթն է», ասում են նրանք, «ինչու պիտի մենք գնանք»։ Ինչ արած։ Հիմարը ստիպված է լինում այդ գիշերն էլ հսկել հոր գերեզմանը։ Գալիս է նա գերեզմանոց և սպասում։ Կեսգիշերին հայրը դուրս է գալիս գերեզմանից և զարմանում. «Միթե խելոք տղաներս մոռացել են իմ վերջին կամքը։ Դե եղբայրներս ինձ ասացին, որ այսօր իմ հերթն է քո գերեզմանը հսկելու, դե ես էլ եկա»։ Դե լավ տղաս, քանի որ միայն դու ես ինձ հիշում, վերցրու այս ալմաստե սուլիչը։ Հենց որ սուլես, կհայտնվի մի ալմաստե նժույգ և ալմաստե զգեստներ կբերի քեզ համար։ Իսկ երբ զգեստն ու նժույգը քեզ պետք չեն լինի, դու կսուլես սուլիչի մյուս կողմից և նրանք կանհետանան։ Այլևս տղաս, չգաս իմ գերեզմանը հսկելու։ Ապրիր տանը և բախտը քեզ կժպտա։ Հիմարը հրաժեշտ է տալիս հորը և գալիս տուն։ Իսկ տանը ոչ մի խոսք չի ասում խելոք եղբայրներին հոր նվիրած սուլիչի մասին։ Երկար ապրում են նրանք այդպես։ Նրանց երկրի թագավորը իր միակ աղջկան մի օր տանում է ապակի լեռն ու ասում. «Աղջկաս կտամ նրան, ով ձիով կբարձրանա ապակե լեռն ու աղջկաս մատից կհանի մատանին։ Ամբողջ թագավորությունս կտամ նրան»։ Շատ թագավորներ ու թագաժառանգներ են գալիս, ու բոլորն էլ փորձում են ապակե լեռը բարձրանալ, բայց դա ոչ ոքի չի հաջողվում։ Բոլորը սայթաքում են և ցած ընկնում։ Եվ ահա խելոք եղբայրներն էլ են որոշում իրենց բախտը փորձել։ Մեկ էլ տեսար բերեց։ Խեղճ հիմարը խնդրում է եղբայրներին, որ իրեն էլ մի ձի տան, ինքն էլ բախտը փորձի։ Բայց եղբայրները ծիծաղում են նրա վրա։ Եթե մենք խելոքներս չկարողանանք ապակե լեռը բարձրանալ, ապա դու հիմարդ իսկի չես կարողանա։ Ու նրանք ձի չեն տալիս եղբորը, իսկ իրենք գնում են իրենց ձիերին կերակրելու։ Հիմարը չի վիճում նրանց հետ, իր համար նստում է տանը ու մանր-մունր գործեր անում։ Երեկոյան, երբ ավագ եղբայրները հեծնում են իրենց ձիերն ու գնում, նա սուլում է իր արծաթե սուլիչը և իսկույն հայտնվում է արծաթե նժույգը, արծաթե զգեստներով։ Հիմարը առանց դանդաղելու փոխում է շորերը, թռչում է արծաթե նժույգի գավակն ու սլանում, ուղիղ դեպի ապակե լեռ։ Մարդիկ նայում են այդ գեղեցկությանը և մնում ապշած։ Իսկ հիմարը չի էլ նայում մարդկանց վրա, սլանում է ու սլանում։ Բայց դեռ լեռան կեսը չհասած, նժույգի պայտերը սկսում են սայթաքել։ Նժույգն ու հեծյալը սկսում են սահել ցած։ Հիմարը տեսնում է, որ նժույգը չի կարողանում բարձրանալ ապակի լեռը, ետ է դարձնում նրան և ուրիշ կողմ սլանում։ Ճանապարհին նա հասնում է իր եղբայրներին, հանում է մտրակն ու մի լավ դաղում նրանց մեջքը։ Տանը հանում է արծաթե զգեստը, հակառակ կողմից փչում սուլիչը և նժույգն ու զգեստները անհետանում են։ Հիմարը բարձրանում է վառարանի վրա ու սպասում, թե եղբայրները երբ են գալու։ Շուտով նրանք գալիս են։ Իսկ հիմարը իջնում է վառարանից ու հարցնում. «Ինչ էիք անում այնտեղ, ապակե լեռան մոտ, երևի բարձրացաք, չէ՞։ Եվ այն ով էր արծաթե զգեստ հագածը, որ նժույգով անցնելիս մտրակով խփեց ձեզ»։ «Դու որտեղից տեսար», հարցնում են եղբայրները։ «Ես բարձրացել էի մեծ եղևնու վրա և ամեն ինչ տեսնում էի»։ Եղբայրները ոչ մի խոսք չեն ասում։ Կերակրում են իրենց ձիերին, հետո վերցնում են սղոցն ու արմատից կտրում մեծ եղևնին։
Երկրորդ օրը ավագ եղբայրները նորից են թամբում իրենց ձիերը ու նորից գնում են բախտները փորձելու։ Հենց որ եղբայրները գնում են, հիմարը հանում է ոսկե սուլիչն ու սուլում։ Հայտնվում է ոսկե նժույգը, ոսկե զգեստով։ Հիմարը փոխում է զգեստը, թռչում ոսկե նժույգի գավակն ու սլանում։ Մարդիկ հեռվից տեսնում են նրան ու ապշած մնում նրա գեղեցկությամբ։ Եթե սա էլ չբարձրանա ապակե լեռը, ասում են նրանք, ապա էլ ոչ ոք չի կարող բարձրանալ։ Իսկ հիմարը հասնում է լեռան կեսը, բայց նժույգը նորից է սկսում սայթաքել։ Եվ հիմարը հասկանում է, որ ինքը չի կարող բարձրանալ լեռը։ Նժույգը ետ է դարձնում։ Իսկ հենց որ ճանապարհին հասնում է իր եղբայրներին, մտրակով նորից ուժեղ հարվածում է նրանց ու սլանում տուն։ Տանը արագ փոխում է զգեստը, ոսկե զգեստը դնում նժույգի մեջքին եւ հակառակ կողմից սուլում սուլիչը։ Նժույգն ու զգեստը իսկույն անհետանում են։ Եղբայրները գալիս են տուն, իսկ հիմարը ծիծաղում է։ Երևում է բախտներդ չի բերում, եղբայրներ։ Նորից մտրակով խփել են ձեր մեջքին։ Այս անգամ էլ ոսկյա հեծյալը։ Ես տանիքից ամեն ինչ տեսա։ Եղբայրները զայրանում են եւ վառում խրճիթը։ Դեռ աչք չթարթած տունը ամբողջովին այրվում է։ Եղբայրները քնում են խոտի դեզի մեջ, իսկ առավոտյան երրորդ, վերջին անգամ են գնում բախտները փորձելու։ Գուցե այս անգամ բախտը ժպտա իրենց։ Հենց որ եղբայրները դուրս են գալիս տնից, հիմարը հանում է ալմաստե սուլիչը։ Դուրս է գալիս բակ եւ սուլում։ Իսկույն հայտնվում է ալմաստե նժույգը, ալմաստե զգեստներով։ Հիմարը փոխում է շորերը, թռչում նժույգի գավակն ու սլանում դեպի ապակե լեռը։ Նա դեռ հեռու էր լեռից, բայց ոչ ոք չէր կարողանում նայել նրա կողմը, այնպես ուժեղ էին փայլում ալմաստե նժույգն ու նրա հեծյալը։ Մոտենում է հիմարը ապակե լեռանն ու բարձրանում։ Նժույգի սմբակների տակից ապակու բեկորներ են թռչում այս ու այն կողմ։ Եվ ահա հիմարն արդեն ապակե լեռան գագաթին է։ Արքայադուստրը իր մատանին տալիս է նրան ու նշանակում հարսանիքի օրը։ Հիմարը ետ է դարձնում նժույգը, գիրկն է վերցնում արքայադստերը եւ տանում ուղիղ նրա հոր պալատը։ Իսկ հետո տուն է սլանում։ Հենց ճանապարհին հասնում է եղբայրներին, հարվածում է նրանց ալմաստե մտրակով։ Եղբայրները գալիս են տուն, իսկ հիմարը ասում է նրանց. Ես գոմի կտուրից տեսա, թե ալմաստե հեծյալը ոնց մտրակը շրխկացրեց ձեր մեջքին։ Եղբայրները տեղն ու տեղը վառում են գոմը։ Իսկ թագավորի պալատում բոլորը պատրաստվում են հարսանիքի։ Երրորդ օրը հիմարը վեր է կենում առավոտ վաղ, լվացվում է, վերցնում է ալմաստե սուլիչն ու սուլում։ Իսկույն հայտնվում է ալմաստե նժույգը։ Հիմարը հագնում է ալմաստե զգեստները եւ սլանում պալատ, արքայադստեր մոտ։ Հարսանիքից հետո խելոք եղբայրները իմանում են, որ հիմարն է ամուսնացել արքայադստեր հետ։ Իսկույն վազում են նրա մոտ, որ ների իրենցին մեղքերը։ Հիմարը ներում է նրանց եւ մեկին տալիս է արծաթե սուլիչը, իսկ մյուսին ոսկե։ Եվ խելոք եղբայրները ճանապարհ են ընկնում աշխարհում իրենց բախտը գտնելու։ Իսկ հիմարը մնում է թագավորությունը կառավարելու։ Եվ երկար տարիներ երջանիկ ապրում է իր արքայադստեր հետ։